Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-532 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես փոխադարձաբար պես։ Պարոն Սաֆարյան, հարցերը շատ են, բայց սկսեմ երեք մի աղմկահարույց գրառումից, որը մեծ քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից։ Ամեն դեպքում ձեր կարծիքը ուզում եմ լսել, որտեղ դա կապված է նաև երկրորդ նախագահի հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել եւ երկրորդ նախագահի անունը այնտեղ հիշատակելով նշել, որ սպառնացել, որ կտրորի ընդդիմությանը։ Դուք նույնիսկ իմեծ շողքի հետ բանավիճելու եւ ոտ գցելու ոչ խելք, ոչ գիտելիք չունեք։ Ուստի հանգիստ վերընկեք ձեր տեղը։ Ավելորդ անգամ Կալուգացի Սամոյի ու Էնծորբերան Ռոբի գլխին չտամ։ Դուք դրա պակասը չունեք ու չեք ունենալու։ Սա Ալեն Սիմոնյանի գրառումն է, իհարկե դրան եղել է նաեւ արձագանքները, Բագրատ Միկոյանը, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, քաղաքացիներ նախ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լափառոշ ստատուսներ։ Ալեն Սիմոնյանի մասին Նարեկ Կարապետյանը նշել է, որ սպիսատ արատ մարդկանց վրա ուշադրություն մի դարձրեք։ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով այս Ալեն Սիմոնյանի կոշտ հռետորաբանությանը, գրում է, որ քանի դեռ թիկնապահներ չուներ Ալեն Սիմոնյանը, ծպտունը դուրս չէր գալիս։ Հենց թիկնապահներ ունեցավ, այսինքն երբ ունեցավ նոր պաշտոն, նորից սկսել է խոսել։ Նա ոնց որ չար անշնոր երեխեքից լինի, էլի թիկնապահներ են տվել, սկսել է խոսալ։ Ինչու եմ այս մեջբերումներն անում։ Կարծես թե նոր ազգային ժողով ձևավորվելու եւ ընտրություններից հետո մենք անկկալում ենք, որ մի փոքր իրավիճակը այլ կլինի, այս մեկը մյուսին վիրավորելու, այս նմանատիպ գրառումներ կատարելու, ընդ որում Նարեկ Կարապետյանը միշտ ազգային ժողովը հիշեցնում է, որ չեն ուզում, որ նախկին ազգային ժողովի որակը լինի, բայց նորից կարծես թե հասարակությունը ներկա է գտնվում այս ամենին, մի փոքր վատ, մի փոքր լավ, ամեն դեպքում ինչ կարծիք եք, ինչու է այս իրավիճակը շարունակվում, ինչու չենք ուզում փոխվել, ինչու չենք ուզում առաջ գնալ։ Շատ լավ, բարի, փորձեմ հակիճ անդրադառնալ, որովհետև ես ոչ երկրորդ նախագահի, ոչ էլ Ալեն Սիմոնյանի գործողությունների մեկնաբանը չեմ, ոչ էլ դրա կարիքը ունեմ, ոչ էլ ինձ թույլ Բայց մենք հիմա հասարակական տեսակետ ենք արտահայտելու, որտեղ հասարակությունն է սպասում հասկանում ձեզ, այո, խնդիրը պետք է դիտարկել եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական տրամաբանության մեջ այս ցեղ շպրտոցին փոխադարձ լուտանքները, փոխադարձ վիրավորանքները, որը շատ դեպքերում, ոչ թե շատ դեպքերում, այլ համարյա բոլոր դեպքերում անցնում է թույլատրելի բարոյականության եւ տրամաբանության սահմանը։ Ինչ խոսք այդ ոճը դուք դեպի Մարիլավ գիտեք ավելի քան շուրջ 6 տարի ես ինքս միշտ իմ համար եղկելի եւ անընդունելի եղել նման մոտեցումները, նման հարձակումները, նա նրան կասի, այնպես չի, որ Լևոն Քոչարյանը, չգիտեմ, աչքի է ընկել իր տրամաբանությամբ կամ բարոյական նորմերի շրջանակներում, սկսած իր ընտանիքից, այնպես չի, որ Նարեկ Կարապետյանը իր կառուցողական կամ պետության հանդեպ իր հարգանքի կամ գործընկերների հանդեպ անգամ ոչ իրենց դաշտում իրենց համակիրների հետ աչքի են ընկել լոյալությամբ հավասարակշռված եւ այլ։ Անթույլատրելի, որովհետեւ մենք այսօր քաղաքական դաշտում տեսնում ենք հիմնականում մի 3 այսպես ասած ծանրակշիռ փաստարկ ասեմ եւ անցնենք առաջ։ Ուժեղ Հայաստանի եւ մյուս ինչպես է կոչում Հայաստան դաշինքի պատգամավորների խոսալու հիմքը գալիս է փողից եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունից, որ առայժմ որոշակի հատված մի քանի տոկոս իհարկե հուսեր են կապում կամ փայփայում, չգիտեմ, իրենց լավ ապրելու, իրենց կենցաղի կեղծ կերպով Արցախյան
բանակցային գործընթացին տիրապետելու, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայացնելով, որը կարծեք թե այդպես չի, աշխարհակաղակական զարգացումները հիմա թույլ են տալիս ասելու, որ այդ բոլորը ընդամենը կեղծ նարատիվներ են։ Մյուս դեպքում անդրադառնալով քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա ներկայացուցիչների ուրեմն որոշ մարդկանց պահվածքին, այդ թվում նաև Վալեն Սիմոնյանի, դա ևս իմ համար անընդունելի է, դա էլ ես պիտի ասեմ, որ չգիտեմ, պահնորդական, ինչ թեկնապահներ, պահնորդական, թե թեկնապահների ուրեմն բացակայության արդյունքում կարող է լլկվել ներկայության պայմաններում, կարող է ակլորանալ, մեծ հաշվով ստիպված եմ ասել մի ճշմարտություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա խորհրդարանական ներկայությունը մեծամասնության առումով, որը պատկանում է քաղաքացիական պայմանագրին, բացարձակ կերպով կարող եմ ճշմարտություն ասել պարտավորեն Նիկոլ Փաշինյանին։ Այ եթե զգան նրանք իրենց պատասխանատվությունը ժողովրդի առջև, եթե նրանք զգան իրենց պատասխանատվությունը պետության ճակատագրի, պետականության, համազգային համախմբման առջև, ես իմ մասնավորի չխոսեմ, չթիրախավորեմ որևէ անձերի, ապա կարծում եմ այսպիսի երևույթները, որոնք սահմռկեցուցիչ են, ինչպես դուք ասացիք, որոնք անթույլատրելի են, իսպար կբացակային։ Որովհետև ես տեսնում եմ, որ վերջին տարիներին իհարկե Նիկոլ Փաշինյանին էլ կարելի է շատ դեպքերում քննադատել նման պահվածքի համար, բայց ես պիտի ասեմ, որ այդ Նիկոլ Փաշինյանը սնվում է կամ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինում պատասխանել շատ հաճախ Սամվել Կարապետյանի կլինի, Գագիկ Ծառուկյանի կլինի, Ռոբերտ Քոչարյանի հատկապես, Սերժ Սարգսյանի եւ մյուսների անթույլատրելի, արգահատելի պահվածքից ստիպված, բայց ես պիտի ասեմ, որ վերջին տարիներին ես տեսնում եմ լրագրողական ուրեմն ոլորտի լրագրողական բանակի հանդեպ ընդհանուր մինչև անդիմադիր այնպիսի կեցվածք ունեցող լրագրողների հանդեպ Նիկոլ Փաշինյանի համբերատարությունը, մեծահոգությունը, սառը հանդարտ տոնը եւ գիտեք Նիկոլ Փաշինյանը շատ դեպքերում նաեւ այս իր վերաբերմունքը, իր կերպարանքը պահում է նաեւ քրեօլիգարխիկ եւ ոչ միայն քրեօլիգարխիկ, այլ անդիմադիր ճակերտավոր խմբավորումների հանդեպ, որը նույնիսկ նրանք հերուն գնացող նպատակներ ունեն, ես պիտի ասեմ, որ այդ tolerant, indulgent, համբերատար, մեծահոգի տոնը դրանց էլ է վերաբերվում եւ հասարանից է, որ առիթավորվում են մարդիկ, որոնք անցնում են։ Իսկ այն որ Գագիկ Ծառուկյանի հետ այդ լեզվակռիվը հերակա եղավ, դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը բավականին կարողանում է իրեն հավասարակշռված պահել։ Իհարկե, այո, տասնապատիկ անգամ եւ մարդիկ հատկապես քրեօլիգարխիկ շատ ներկայացուցիչներ, որոնք մոռանալով իրենց նախկին կենսագրությունը, իրենց ապրելակերպը, հույս ունեն, որ դեռևս կարող է պատահի Նիկոլ Փաշինյանը շուտ վայր դնի իր լիազորությունները կամ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը մինչև 2031 թվականի խորհրդարանական ընտրությունները մի քիչ կոպիտ ասեմ չձգի, չէ, ժամանակից շուտ դադարեցնի իր լիազորությունները, որովհետև տեսնում ենք, որ պետության հանդեպ արշավանք է սկսել մի 5-6 ուղղություններով, եւ պիտի ասեմ, որ իհեճուկս նրանց ես պիտի ասեմ, որ նախ Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չունի մինչև 31 թվականը, 2031 թվականը իր լիազորությունները կատարելու առումով, եւ երկրորդը հաստատ կարող եմ ասել, որ հակակոռուպցիոն պայքարի, քրեօլիգարխիկ աշխարհի դեմ պայքարի, պետականության ամրապնդման եւ ուժեղացման, երկրի սպառնացող ներքին տարբեր վտանգների առումով Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդը հստակ կերպով կարող եմ ասել հանդուրժողականության, ներողամտության եւ մեծահոգության առումով մի քանի անգամ զիջելու է Նիկոլ Փաշինյանին։ Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանը այնքան է մաքրելու հասնելու է այն արդարության, եւ դրան հասնելու եւ նաեւ հաջորդ եկողը անզիջում, ավելի անզիջում է լինելու Նիկոլ Փաշինյանի այս ամեն ինչը ես կարող եմ բացատրել միայն ու միայն որ նա չի ուզում հասարակության մեջ անդունդները վիհերը խորանան, բայց ես պիտի ասեմ, որ
Անդիմությունը անցնում է այսպես կոչված անդիմությունը, Հայաստանում անդիմություն գոյություն չունի, շուտով դրան էլ կանդրադառնանք, որովհետև անդիմությունը օգտագործում է մեր սրբության բոլոր ուրեմն գործիքակազմը, ես չեմ ասի գործիքակազմ, մահակները, դա կլինի եկեղեցին, կլինեն արցախցիները, շուտով նաև ես պիտի ասեմ, որ հիմա ես բացարձակ ճշմարտություն պիտի ասեմ, մինչև վերջին արցախցին չընտեգրվի Հայաստանի Հանրապետությանը, մինչև չապրի Հայաստանի Հանրապետության քաղաքացու կանոններով, դա լինելու է Հայաստանի Հանրապետության համար շատ մեծ խոց, դա լինելու է մի մեծ ական, որովհետև մոլորված ժողովրդին փորձելու են իրենց բռուն պահեն, ապօրինի կերպով օգտագործեն Ռոբերտ Քոչարյանը եւ մյուս այսպես կոչված ծպտուն հանող եւ ծպտուն չհանող այն ուժերը, որոնց միակ նպատակը զավթելն է իշխանությունը ապօրինի ճանապարհով, որովհետև այլ ճանապարհ լինել չի կարող։ Ամեն դեպքում ես նման երևույթները դատապարտում եմ, հստակ կերպով կարող եմ ասել, Ալեն Սիմոնյանին կլինի, մյուսներին կլինի, դա իմ համար անընդունելի, արգահատելի, եթե կա ցիվիլ կերպով փաստարկներ, եթե կա ասելու բան, այդ ասելիքը կարելի է ասել շատ ավելի բարձր մակարդակով, շատ ավելի թեկուզ ասենք ջղային տոնով ես կարող եմ ասել, բայց անթույլատրելիության սահմանը, ինչպես ասում են, այդ դեդլայնը երբեք չխախտել։ Տեսեք, խոսում ենք Ռոբերտ Քոչարյանի մասին, Լևոն Քոչարյանի 3 հարցազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց տվեց, ինչու մանդատը չվերցեց պատգամավորական Ռոբերտ Քոչարյանը։ Նա ասաց, որ ինքը նույնիսկ չէր ուզի, որ իր հայրը լիներ խորհրդարանում ազգային ժողովի պատգամավորի մակարդակով։ Ոչ թե ինչ որ պատգամավոր լինել չլինելը դա պատվից վեր է, այլ պարզապես իրենք պայքարում էին, որպեսզի նա ավելի բարձր պաշտոններով մտներ ազգային ժողով։ Սա ինչ է նշանակում։ Իրոք չէր ուզում, այսպես միտքս ձևակերպեմ, իրոք ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանը անելիք չուներ, պարոն Սաֆարյան, որտեղ ամեն դեպքում իր անձի շուրջ է այս ամեն դեպքում նրա ներկայությունը, մի խոսքով իրոք անելիք չուներ թեկուզ որպես պատգամավոր։ Լավ, ամեն դեպքում, քանի որ դուք ինձ անընդհատ հարցապնդումներ եք անում իմ չսիրած եւ իմ չնախընտրելի թեմաներով, ասեմ հետեւյալը, ինձ համար Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լեոն Տեր-Պետրոսյանը անցած էտապ են։ Ես չեմ ուզենա ժամանակ հատկացնել։ Ինձ համար դրանք բոլորը միասին քաղաքական հանգուցյալներ են։ Մի օր ես անպայման ձեր ցանկությամբ կանդրադառնամ նրանց բուն էությանը, բուն կերպարին։ Ովքեր են եղել նրանք Արցախյան շարժման մեկնարկին, ովքեր են եղել նրանք 80-ական թվականների վերջերին, 90-ական թվականների սկզբներին մեր հարաբերությունը ինչպիսին է եղել, որովհետև Հայաստանում շատ քիչ մարդիկ կարող են լինել, որ այդ 3 անձնավորություններին, այդ 3 սուբյեկտներին ճանաչեն այնպես, ինչպես ես, որոնցից մեկը եղել է Մարսկոմի հրահանգիչ աշխատող Հերիկ Պողոսյանի օգնականը, երբ որ ես անարգել կերպով հարաբերվում եմ Մարսկոմի առաջ քարտուղարի հետ, մյուս երկուսը եղել են Բարիս բուն իմաստով Ղարաբաղ կոմիտեի ժամանակ թռուցիկ մատակարարողներ եւ նրանց մոլուցքը իշխանության հասնելու թույլ չի տալիս ավելի ցածր լինել։ Առաջ գնալով ասեմ, որ Արցախում, իմ հայրենի Արցախում, Ղարաբաղում լեռնային ընդամենը եղել է ՀՇ 2 անդամ։ 3 անդամ չեն եղել։ Մեկ եղել է Ռոբերտ Քոչարյանը, մյուս եղել է Սերժ Սարգսյանը։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի անթակույց ուրեմն այսպես ասեմ համառությամբ այդ ամենը կատարվում էր, որպեսզի պառակտվեր Արցախյան ազատագրական շարժումը։ Այս սա է, գալով նրան ինչու չէ կամեցել պատգամավոր դառնա, գիտեք, եթե մի մարդը կարող է իր ընտանիքի անդամին ուրեմն դարձնել պատգամավոր, նախորդ անգամ կարծեմ 3-4 հոգի պիտի հրաժարվեին ցուցակից ռոտացիոն կարգով, որպեսզի իր որդին անցներ, եւ դա զուտ այն բանով, որպեսզի նա խուսափեր քրեական պատասխանատվությունից, որովհետև ակնհայտ կերպով նրանք ունեին քրեական պատասխանատվության առնվազն մի քանի պարկ փաստարկներ, մի քանի մեծ պարկեր փաստարկներ, որոնց համար նույնիսկ քրեական օրենսգիրքը չէր երիքի։ Ես դրա համար ասում եմ, որ միայն ստվերային պայքարը, որովհետև Հայաստան խմբակցության պատգամավորների բացարձակ մեծամասնությունը անխտիր,
եւ նաեւ ուժեղ Հայաստան կուսակցության խմբակցության падգամավորների որոշ մասը, ինչու՞ չէ նաեւ մեծ մասը համաճիկներ են եւ կառավարվում են հերակառավարման վահանակներով։ Ամբողջ խնդիրը սա է։ Հերակառավարման վահանակներով ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի, այո, միջնորդավորված նրանց միջոցով նրանք էլ կառավարվում են ուրեմն օտարերկրյա տվյալ պահին կոնկրետ դեպքում Ռուսաստանի քաղաքական վերնախավի կողմից եւ ավելին ասեմ, սրանք ոչ թե ռուսամետ պրոռուսական ուժեր են, այլ հստակ կերպով կարող եմ ասել, որ սրանք ռուսական ուժեր են։ Այսքան բան կարող եմ ասել, այլևս չեմ ուզենա շարունակել, որովհետեւ գիտեք ինչ, ես բաներ էլի կարող եմ ասել։ Գագիկ Ծառուկյանի պարագայում պիտի ասեմ հետեւյալը, նոր ինձ փաստեր է ի հայտ գալիս, որ Գագիկ Ծառուկյանին դերթել է նրա նման մոտեցման Անդրանիկ Թևանյանը, որովհետեւ ես ունեմ բազմաթիվ Հիմա դուք ինչի մասին եք հայտարարություն անում, սա հայտարարություն է ինչ որտեղ եւ նրա քաղաքական տրամաբանությունը մտնելու նախընտրական կառույցության դաշտ եւ հայտարարությունները կապված Բելարուսի, Ռուսաստանի, Հայաստանի իշխանությունների, Հայաստանի պետության հանդեպ ահով խոսալ, ահազանգ հնչեցնել, սով է գալու, էս անելու, ոչ մի դպրոց չի կառուցում եւ այլ, այս ամենի հիմքում կանգնած էր Բարգավաճ Հայաստան կուսակցության ներսում ընդգրկվելուն Անդրանիկ Քոչարյանի Անդրանիկ Թևանյանի կողմից եւ ուրեմն Գայիկ Ծառուկյանի կողմից նրա նետված խայծը կուլ տալուն Ախր գիտեք ինչ, Տիկին Մարի, ցավոք սրտի, ուրեմն ցավոք սրտի եմ ասում, վերջին տարիներին, հատկապես վերջին 6 տարիներին գրեթե իմ դրանք ոչ թե կանխատեսումներ են, այլ իրականությունից վերցրած իմ բոլոր փաստարկները ամեն մի ձեխոսքի տակ պատրաստ եմ փաստարկներով ապացուցելու, նույնիսկ ես դուք գիտեք բոլորը լավ գիտեք լինելով քաղաքացիական պայմանագրի այսպես կոչված, եթե չասեմ ջերմ պաշտպաններից ամենայն դեպս փորձելով նրանց քաղաքականությունը շատ դեպքերում մեր ժողովրդին ճիշտ բացատրել եւ այլ, ես չեմ ընդունել կառավարության եւ նրա ղեկավարի մոտեցումը Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարար նշանակելը, Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելը, Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելը, շատ մարդկանց եւ այլ, եւ այս ամենը հետագայում նաեւ ներքին գործերի նախարար որոշ մարդկանց կամ ազգային անվտանգության, որովհետեւ բոլորը օգտագործել են Նիկոլ Փաշինյանի մեծ վստահությունը առ իրենց Ես դա նույնիսկ չեմ թաքցրել, ասել եմ նաև իրենց շրջապատում իմ ունեցած պատեհ եւ անպատեհ հանդիպումների ժամանակ։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, պարոն Սաֆարյան, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։
Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, ասեմ, որ զանգեր շատ ունենք, փորձենք մի հեռախոսազանգի պատասխանել, որից հետո ես իմ հարցերը կուղեմ ձեզ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք եւ կխնդրեմ հակիր ձեր հարցը ձևակերպել։ Բարև ձեզ։ Շնորհակալություն պատասխանելու համար։ Հարցս այսպիսին է։ Պարոնը ասում է, որ հանգուցյալներ են երեք ղեկավարները, իսկ ներկայիս ղեկավարությունը կենդանի է, բայց կենդանի ղեկավարներ լինելով միայն կործանեցին Հայաստանը, առաջինը, երկրորդը, մարդիկ բոլոր առողջ երկրներում հնարավորություն են տալիս մարդիկ բիզնեսով զբաղվեն, որ ասում են Պողոսը մեծ բիզնեսմեն է, հարուստ։ Հիմա Գագիկը կամ մյուսները, անունները ուղղակի չգիտեմ, բիզնեսներ են արել։ Եթե կառավարությունը 8 տարվա մեջ դրանք չի արել, նրանք կապիտալացել են, ինչու համար այսպիսի իրավիճակ գործեցին եւ ժողովրդի հասը կտրեցին եւ մարդկանց աշխատանքները չափրեցին։ Թող պատասխանի։ Շնորհակալ ենք զանգի համար։ Ես ստիպված եմ ընդհատել եւ հասցնել։ Ես կպատասխանեմ հստակ կերպով, Նախկինները մեռած են, կենդանիների եւ ներկաների, ինչպես ասում են, այս հարաբերակցությունը կամ նրանց որակական տարբերությունների խնդիրը տրամաբանության մեջ շարունակվելու է։ Ես չեմ կարող ասել, թե նախկինները ինչու են այդպես արել, դա իրենց կարող են հարցնել, կամ չեմ կարող ասել, որ ներկաները ինչու չեն այս բանը այսպես արել։ Այո, 8 տարվա մեջ եղել է անհաշտ պայքար հակակոռուպցիոն դաշտում, իրավական հարթության մեջ։ Ես ուզում եմ ընդամենը ասեմ ոստիկանության գործունեությունը, դատաիրավական համակարգի դատարանների գործունեությունը, կարող եմ ասել սոցիալական ոլորտում, առողջապահության ոլորտում եւ ինչու՞ չի նաեւ արտաքին քաղաքականության մեջ եւ բանակի զենքի մատակարարման ու նաեւ այլ խնդիրների մեջ, դրա հետ մեկտեղ տեսնելով այն բազմաթիվ եւ բազմահազար սխալները, թերացումները, որը պետք է շուտապույտ կերպով շտկվի։ Տիկին ասում են ներկաները կործանել են Հայաստանը։ Այո, հիմա ես էլ ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ կարծեմ Սամվել Կարապետյանը, թե չգիտեմ որ մեկը, ասում են երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Ես ուզում եմ իմանամ տեսնեմ որտեղ է մեր մոտ ճգնաժամը։ Ես ուզում եմ իմանամ տեսնեմ մենք արհեստական ճգնաժամ ստեղծենք, իրենց կանգնենք, ասենք եկեք երկիրը դուրս բերեք։ Ես ուզում եմ տեսնեմ, որ աշխարհաքաղաքական ուրեմն այս տուրբուլենտայնության շրջանակներում հարևան Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի այս մեծ իրարանցումների այս պանդեմոնիումի, բաբլոնյան աշտարակաշինություն կարող ենք ասել, այս տրամաբանության մեջ ինչ պիտի անի Հայաստանը, որ չի կարողանում անել։ Սա մեկ, եւ երկրորդը գալով Գագիկ Ծառուկյանին,
չգիտեմ, այդ գետնին պարկասնելը կամ չգիտեմ ձեռնաշխտաներ հացնելը բանը եւ այլը, ես չգիտեմ, ես գիտեմ, որ դրանք բոլորը գործել են օրենքի շրջանակներում, հատուկ ծառայությունների արագարձականքման ջոկատների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում եւ կարծում եմ, որ այն ապօրինությունները, որ կատարել են մեր գործարարները, ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, խոսքերը վերաբերում է բոլորին, պետք է պատասխան տան օրենքի առջև, որովհետեւ այդ բոլորը չեն խլում։ Այդ բոլորը իհարկե չեն խլում, այդ բոլորը գալիս է այն տրամաբանությունից, որ մեր այդ խոշոր գործարարները, այդ թայկունները, մագնատները փորձել են երկրում ունենալ տնտեսական ապօրինի կայսրություն, որը պետությունը իրենց բարերով ասած պիտի ջարդի բոլորի ատամները, քաղաքական առումով եմ ես ասում, եւ իսկ գալով իրապահ մարմնին, դե գիտեք հիմա բոլորս գիտենք, որ սպանություն է կատարվել Հովիկ Աբրամյանի որդու կողմից պատվիրված, ես ասում եմ նախաքննության մարմնի ամրության կանխավարկածը, այդ մեղադրանքով մտել են տունը, ձերբակալել են եւ ասում են պարկացրել են, ես չեմ հասկանում, զուռնան դհոլով պիտի գնան Հովիկ Աբրամյանի որդու հետևից, մարդիկ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 10-20 հազար դրամի հետ կապված խարդախության, մեկ այլ բանի, ինչ որ մի 20 հազար դրամի յուրացման, ամիսներ շարունակ մարդկանց հետապնդել են, ապօրինի կերպով, տայել են գործակիցներին, գործընկերներին, ապօրինի կերպով ազգային անվտանգության ծառայության մեկուսարաններում կտանքների են երկհարկել, բարբարոսաբար ծեծել են։ Հենց հերոստատիտողի ասածը դա է, պարոն Սաֆարյան, 8 տարի իշխանության գլխին կանգնած են եղել եւ հենց այս ընտրություններից առաջ կամ ընտրություններից հետո է սկսվել այս։ Բա ինչ անեն, այսինքն ինչ անեն, ընտրություններից առաջ թոշակ են բարձրացնում, ասում են քաղաքական ստանդ է, քաղաքական հնարք է։ Ընտրություններից առաջ 4 ամիս առաջ բանակը դարձնում են 1.5 տարի ասում են քաղաքական հնարք է։ Ընտրություններից առաջ բանակի 1.5 տարի դարձնելն է խնդիրը։ Ընտրություններից առաջ առողջապահությունը դառնում է պարտադիր ապահովագրություն, ասում են քաղաքական հնարք է, քաղաքական աշխարհություն է, կրթական ակադեմիան կամ ինչպես են ասում, ակադեմիական քաղաք կառուցելը համարում են փողերի լվացում եւ այլը, ինչ անի պետությունը չաշխատի, բա պետությունը եթե նախընտրական կառուցության ժամանակ այդ հատվածում չաշխատի, ընտրություններից հետո չաշխատի։ Չգիտեմ երբ պիտի աշխատի, մեկ ուրիշ բաներ պիտի ասեմ։ Այսօր գիտեք ինչու համար է մեր հասարակությունը այսպես եւ այս տիկինը հարգելի տիկինը այսպես ասեմ, նման հարց է բարձրացնում, որովհետեւ գիտնականները, դասախոսները, հատկապես մասնագետները, որոնք անցել են ճանապարհ, Երման ջրերը բերանները առած ծպտուն չեն հանում, միայն իրենց թոշակները աշխատավարձերը բարձրանան եւ ուրիշ ոչ մի բան։ Ընդամենը 8 տարվա ընթացքում ազգային ակադեմիայի աշխատակիցների աշխատավարձը 5-ից 8 անգամ բարձրացել է։ Որևէ գիտնական դուք հրավիրեք, ես ձեզ եմ խնդրում, առաջարկում եմ հրավիրեք, թող իրենք մի բան ասեն, դրական, կառուցողական բան ասեն մեր երկրի քաղաքականության, ԿԳՄՍ-ի քաղաքականության մասին, գիտության, կրթության, մշակույթի ոլորտում։ Ակադեմիկոսները ջուր առալ, դրա հիմա ես ասում եմ 2006 թվականից առ այսօր հստակ կերպով ես ասում եմ ազգային ակադեմիայի ղեկավարության գործունեությունը 0 է եղել։ Օբյեկտ բանով, ուրեմն ասեմ օգտակար գործողության գործակիցը 0։ Ավելին Հումանիտար բաժանմունքում ղեկավար մարդը չգիտի ինչ է հայագիտությունը։ Նույն ակադեմիկոս Սուվարյանը, նրանք զբաղված են այլ բանով։ Նրանց միայն հետաքրում է աշխատավարձը։ Հումանիտար ոլորտում նույն ձևի, պատմագիտության ոլորտում նույն ձևի։ Վերջերս զանգել եմ մի հարգարժան ընկերոջ եւ փորձ եմ արել տպագրել պատմաբանասիրական հանդեսում մի հոդված, վերանայել հայ-թուրքական հարաբերությունների որոշ ուրեմն խնդրահարույց խնդիրներ, նորից վերագնահատել հայ-ռուսական հարաբերությունների դարձյալ խնդրահարույց որոշ հարցեր, անդրադառնալով Կարսի, Մոսկվայի պայմանագրին, հատկապես Մոսկվայի պայմանագրին 1921 թվականի մարտին, որովհետև այդ համաժողովում խնդիրներ են լուծվել, արծացվել հայ ժողովրդին վերաբերյալ առանց հայ ժողովրդի մասնակցության։
Եվ ինձ ասացին սիրով, բայց պետք է ուղարկենք փակ կարծիքի, որից հետո խմբագրությունը պիտի իր խորհրդով անդրադառնա, նոր դնենք տպագրության։ Մեծ սիրով, բայց ես ասում եմ, Երման ջուրը բերանները առած, ընդամենը ես քաղաքում քայլելուց, դե գիտեք շատ եմ քայլում, տեսնում եմ 1, 2, 3 հոգու, որոնք ասում են Գայք ջան, ապրես քո ակտիվության համար, չեն ասում քո գիտելիքները կամ քո տրամաբանությունը վերին Ասիանի ճշմարտությունը, բայց իրենք ասում են, որ այդպես պետք է լինի։ Ես շատ ընկերների ասել եմ, ձեզանից նեղացել եմ ես ահա որ դուք էլ ասեք ձեր կարծիքը, թող ձեզ էլ քննադատեն, թող ձեզ էլ նախատինք անեն, բամեր կներեք, մենք լավ ենք զգում, որ մեզ էլ են շատ դեպքերում, չէ, քննադատում, չէ, տեղին անտեղին, բայց մենք դա տանում ենք շատ բարձ սառնասրտորեն։ Հարգելի հայրենակիցներ, նոյանտապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, քանի որ խոսեցինք բանակի մասին, դուք էլ նշեցիք, նախ պաշտոնակություններ է արվել, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, ձեր կարծիքը այդ կադրային փոփոխության հետ կապված, եւ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում։ Եթե այդ համակարգային պայքարը ընթանում է, ինչպես է լինում, որ այդ սպանությունները մեկ տարվա մեջ արդեն 12-րդը սա մտահոգիչ է։ Ճաշված որ նախ քրեական ենթամշակույթը ոչ միայն բանակում, այլ Հայաստանի Հանրապետությունում պիտի արմատախիլարվի։ Դա նույնիսկ բանակ պետք է մուտք ու գործածել չլներ, որովհետև դա չարիք է, դա ավելի մեծ չարիք է, քան հաշիշը, քան թմրամոլությունը, քան խաղամոլությունը, նույնիսկ եթե ուզում եք իմանալ, քան բռնաբարությունը, քան, այսպես ասած, ավանդական արժեքներից շեղվելը, ուղղակի մեղմ եմ ասում, եւ հասարակության մեջ քրեական ենթամշակույթը մարդիկ դեռևս հույս ունեն ապրել հին հովերով, դա բացառվում է, դա չի լինելու։ Ես համոզված եմ, որ շուտով կառավարության ղեկավարը անհաշտ պայքար է ծավալելու ամբողջ հանրապետությունով մեկ քրեական ենթամշակույթի դեմ, ի մասնավորի նաեւ բանակում։ Բանակում կադրային փոփոխությունների հետ կապված ինքս իրավասու չեմ որևէ մեկնաբանություններ անելու, բայց քանի որ տեղյակ եմ որոշակի անձերի, որոշակի ոլորտների գործունեությունից ես պիտի ասեմ, որ դա սպասված փոփոխություններ էր եւ դա պիտի արվեր բավականին շուտ, նույնիսկ ուշացած, որովհետեւ ոլորտներ կար, որոնց ղեկավարները չէին տիրապետում իրավիճակին, կամ հանդուրժող էին, կամ սելեկտիվ կերպով էին անում, կամ շատ դեպքերում աչք էին փակում, կամ շատ դեպքերում այսպես ասած, նրանց կոմպետենտությունը, վճռականությունը եւ գիտելիքները թույլ չէր տալիս պայքարելու վճռական կերպով քրեական ենթամշակույթի, նաեւ բարոյահոգեբանական մթնոլորտի, ինչու՞ չի նաեւ նրանց արժի համակարգի բանակում ձևավորման բանակի ուրեմն պարտադիր զինվորական ծառայությունը ավարտելուց հետո հասարակության համար պիտանի, ընտանիքի համար պիտանի, կոփված պինդ երիտասարդ ծնողների կողմից ստանալու տրամաբանությունը շարունակելը։ Ահա այս է, որ այս տրամաբանության մեջ պիտի աշխատեր Պաշտպանության նախարարությունը, նրա ողջ անձնակազմը, ինչ խոսք ճանաչելով շատ-շատերին, առայժմ թույլ չեմ տալիս ասեմ նրանց կատարած բազում սխալները, նրանց կատարած ուրեմն հանդուրժողականությունը, անտեղի հանդուրժողականությունը, ինչու՞ չէ նաև շատ դեպքերում աշկ փակելը, այլ երևույթներ կան, որոնց մասին ժամանակ կունենամ ասեմ, բայց քանի որ ես վաղուց եմ կարծիքին եմ եղել, որ Արամ Հովհաննիսյանը վերջին 8 տարվա մեր եւ ներքին գործերի նախարարության եւ առհասարակ ոստիկանության եւ ուսադիր կրող բարձր կարգի մեր լավագույն ուրեմն պետական պաշտոնյաներից է, ես միայն ու միայն կարող եմ ողջունել Արամ Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնում։ Ընդդիմությունն ասում է սարսափ տարածելով կապկանոն չես կարողանա։ Ուրեմն եթե չլներ Արամ Հովհաննիսյանը 2023-2025 թվականներին ընդդիմության հանդեպ այնպիսի ավելի կոշտ կլիներ, դրանից կոշտ ասենք Արամ Հովհաննիսյանի վերաբերմունքը կարող եք հայմատել Հայկ Հարությունյանի, չգիտեմ, Հովիկ Թամամյանի, չգիտեմ,
Նույն Արամ Հովհաննիսյանի օրոք չէին երաբլուրում զոհվածների ծնողներին, մայրերին այդպես ոստիկանները քարշ տալիս կամ կարմիրները տավորները իրենց վերաբերմունքներով։ Եթե ասենք մարդը որթե կորուս է, ազգային ժողովի մոտ այդ պայթյունները եղավ, ազգային ժողովի տեսել եք ինչ է կատարվել, ամենն են գասպառնալիքներով եւ ստեղծելով մի այնպիսի իրավիճակ, դրթելով հրահարումներով, սաբոտաժներով, ընդཐུպ ոստիկանության ներսում փորձ է արվել, փորձ են արել ամեն կերպ ստեղծել քաոսային վիճակ եւ եթե չլներ Արամ Հովհաննիսյանի ղեկավարության ոստիկանության հավասարակշռված գործունեությունը, ես պիտի ասեմ, որ հղեր լինելու հետագան անկանխատեսելի հետևանքներով։ Ով դա ես պատկերացնում եմ այնպես, ինչպես կարող եմ պատկերացնել իմ հարազատների հետ իմ հարաբերությունները։ Պարոն Սաֆարյան, անձի փոփոխությամբ է այս բոլոր հարցերը համակարգային լուծվելու։ Ես կարծում եմ անձի փոփոխությամբ չէ, իհարկե, պիտի լինի ամեն ինչ համակարգված, բայց ճանաչելով պաշտպանության նախարարության ղեկավարությանը եւ գլխավոր շտաբի ղեկավար կազմին որոշակի առումով հույս ունեմ, որ կա այդ վճռականությունը, որպեսզի այդ ամեն ինչը դրվի համակարգված տրամաբանության մեջ եւ այդ գործունեությունը չշեղվի օրենքից, օրինականությունից եւ ինչպես ասացի, հետեւողական համակարգված քաղաքականության հետեւողական շրջանակներում դրա այդ ամեն ինչի վերջը պիտի տալ։ Վերջին հաշվով գիտեք ինչ, ին որդին էլ է ծառայել, դուք լավ գիտեք, Արցախի բանակում եւ 2 տարի իր Պարտքը հայրենիքի հանդեպ կատարել է Արցախի պաշտպանության բանակում։ Մենք բոլորս էլ գիտենք դա ինչ է նշանակում, բայց գիտեք ամբողջ խնդիրը որն է, որ երբ որ բանակում կատարվում են անցանկալի մահվան դեպքեր, ողբերգություններ, այսինքն եւ քնելու հետ կապված այս դեպքը ինչպես քնելու հետ կապված եւ քնելու հետ կապված եւ շատ դեպքեր փորձել են թաքցնել, եւ շատ դեպքեր հանրությունից փորձել են ծածկել Եվ այս հասկացումը վստահել չէ, որ այս դեպքերը լինելու են օբյեկտիվ քննություն եւ իմանալու են Ես գտնում եմ, որ հանրապետության ղեկավարությունը եւ պաշտպանության նախարարության ղեկավարությունը պիտի դրսեւորեն անհրաժեշտ եւ հետեւողական վճռականությունը մինչեւ վերջին նշույլը, մինչեւ վերջին փաստը բացահայտելու եւ մեղավորներին առաջադրելու մեղադրանք ըստ ուրեմն օրենքի եւ ըստ իրենց կատարած հանցանքի։ Մեկ զանգեր պատասխանենք, կհասցենք կարդում եմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Այո, բարև ձեզ Տիկին Մարի, բարև ձեզ պարոն Սաֆարյան, ողջունում եմ ձեզ հեռավոր Գլենդելից։ Պարոն Սաֆարյան, մինչև հիմնական հարցին անցնելը, ասեմ, որ նախկինում դուք մի միտք եք արտահայտել, որ Սփյուռքում բնակվողները լիարժեք հայեր չեն, ասեմ, որ տրամաբանական չէ գալ Սփյուռքի հետ եթեր եւ վիրավորել Սփյուռքին։ Խորհուրդ կտայի եթերից հեռու պահել նման անգրագետ մտքերը։ Հիմա հարցը, հարգելիս, դուք Փաշինյանին ներկայացրեցիք որպես հանդուրժողականության դիդար։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ նա հարձակվեց փաստորեն արցախցի մոր վրա իր երեխայի մոտ, բժշկուհուն նույնպես հարձակվեց եւ քաշքշում էր եւ հետո աշխատանքից ազատեցին եւ Արթուրոսյանին վիրավորեց եւ հետագայում ձերբակալվեց եւ ասեմ որ դեմոկրատական երկրներում պարտավոր է ղեկավարը լսելու եւ քննադատությունը ընդունելու ասացեք խնդրեմ բացատրեք արդյոք որքանով է արժանապատիվ հաստուն տղամարդու համար լինել այդքան Փաշինյանի սազանդար շնորհակալություն Ես կուզենամ ձեր հեռախոսի համարը եթե կարող եք թողնեք Տիկի Մարիի մոտ ուղարկել ես ձեր հետ կուզենամ առնվազն կես ժամ 1 ժամ ունենալ մտերմիկ խոսակցություն ես ինձ երբևէ թույլ չեմ տա Սփյուռքին համարել Սփյուռքահայերին համարել ոչ լիարժեք հայեր որովհետև դուք ապրելով Գլենդելում ես տեսնում եմ դուք արմատներով Հայաստանից գնացած եք այնտեղ եւ ոչ միայն գնացել եք, այլ նաեւ ծլկել եք։ Ինքս Սփյուռքահայերի արժեքը իմացող եմ։ Սփյուռքում հայկական կազմակերպությունների առաջադիմական, այդ թվում կուսակցական բոլոր ռամկավարների, դաշնակցության հատկապես, որտեղ ունեմ հարյուրավոր ընկերներ, հնչակյանների, մարդիկ, որոնք գնացել են արտագնա աշխատանքի, համենայնդեպս ձերպես ճողոպրազների հետ կապված ես կուզենամ կես ժամ ունենալ մտերմիկ հեռախոսազրույց ձեր նման նորից եմ կրկնում ճողոպրազների այստեղից փախուստի դիմազների եւ չգիտեմ դուք այստեղից փախել եք
Boeing-ով թե գերձայնային ինքնաթիռով։ Երկրորդը գալով ուրեմն Արցախցի մորը իր բալիկի հետ, չէ, որի հայրն է զոհվել է, կարծեմ Մոսյանի աղջիկներ, դուստրը, ես պիտի ասեմ, որ այդ ընտանիքին ճանաչելով ես այդ միջադեպը համարում եմ շատ տխուր միջադեպ։ Դուք քննադատել եք, ես քննադատել եմ, բայց նաև գիտեմ, որ նաև Նիկոլ Փաշինյանը իր ներողամտությունն է հայտնել եւ նաև նրան հրավիրել է կառավարություն։ Ես այդտեղ տեսնում եմ նաև ուրեմն պղտոր ջուր եւ գիտեմ, որ դա եւս Սարքովի է եղել, գալով ուրեմն Սողոյանին, Տիկին Սողոյանի աշխատանքից հեռացնելու եւ նրա պահվածքին, ես ինքս դատապարտում եմ Տիկին Սողոյանի պահվածքը, դա գիտեմ, որ կատարված է եղել, դրդված է եղել մտցնելու այնտեղ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա կողմնակիցների կողմից, որովհետեւ նրա դստեր ամուսինը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Խուդոյանն է, եւ Արտուր Հոսիպյանի հետ կապված էլ ես պիտի ասեմ, որ Արտուր Հոսիպյանն էլ ոչ կոռեկտ քաղաքական անցյալ ունի, որովհետեւ 2021-23 թվականի նրա քաղաքական գործունեությունը համենայն դեպս հիմքում ունեցել է մեղմ ասած շահադիտական նպատակներ։ Ինքս սակայն նպաստել եմ եւ պիտի ասեմ, որ ամենամեծ նպաստողը ես եմ եղել, որպեսզի փոխվեր նրա խափանման միջոցը։ Այլ բան չեմ ուզում ասել, միգուցե Արտուր Հոսիպյանը լինելով Արցախցի հողի ու ջրի, ինչպես ասում են, արժեքը կամ ավելի ժողովրդական լեզվով ասեմ, ղադրը իմանալով, որ թողվել է ցասում է դրսևորել, սակայն մատ տալով այդ ոճով, այնուհետև Նիկոլ Փաշինյանին մեղադրելով ոչ գումարների հանդեպ ոչ մոնիտորինգ անելու եւ այլ խնդիրների մեջ ես դա համարում եմ անթույլատրելի։ Պարոն Սաֆարյան, քանի որ մեր հաղորդմանը քիչ է մնացել, բայց հարցերը շատ են, ամեն դեպքում եթե կհասնենք անդրադառնանք այն ինչ որ կատարվում է հիմա եկեղեցու շուրջ, Ռուսաստանի կողմից սահմանափակումները, ինչ է այս ամենը նշանակում, ինչ է որ կարող է շարունակվել։ Տեսեք, ես կուզենամ եւ եկեղեցու շուրջ եւ Ռուսաստանի կողմից սահմանափակումները եւ հատկապես վերջերս ուրեմն դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության կամ հավասարակշռման եւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության արդյունքում հատկապես այդ Ֆրաուդբուրդի շրջանակներում մեր երկրում տեղի ունեցող աննախադեպ իրադարձություններին եկեղեցու խնդիրը պետք է եկեղեցու չէ հայրաքելական եկեղեցին զավթած բարձրաստիճան հոգեորականներ, այդ թվում ճակերտավոր վեհապարի խնդիրը պետք է շուտապույտ ունենա հանգուցալուծում։ Ես մի քանի անգամ ասել եմ, ես ինքս երբեք կորոնավոր չեմ եղել, ես ինքս երբեք չեմ կարող չտեսնել հայրաքելական եկեղեցու գործունեության բազմադարյան բազում լավ պահեր, դրական պահեր, ազգանպաստ պահեր, բայց իմի բերելով պիտի ասեմ, որ հազարավոր են դեպքերը, երբ հայրաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեորականները վեհապարի գլխավորությամբ խնդիրը չի վերաբերում այս ճակերտավոր վեհապարին, որտեղ ես սրան որպես վեհապար չեմ ճանաչում, որոնք կատարել են օտարի կմահաճույքները, օտարի ցանկությունները, սկսած Շահաբասի արշավանքների ժամանակ, սկսած Օսմանյան կասերերի ժամանակ, ուրեմն Աբդուլ Մեջիդից սկսած, մինչև Աբդուլ Համիդ, Պոլսո պատերյարքների, ուրեմն հեզա համբյուր մոտեցումները եւ հատկապես նաեւ ռուսական կայսրության շրջանակներում սկսած Ներսես աշտարակեցուց մինչև Վազգեն Վեհապար, որոնք իհարկե շատ դեպքերում նաև ցույց են տրվել իրենց պարկեշտ նկարագիրը, սա էլ պարտավոր եմ ասելու։ Հայմատել Վազգեն ներկայիս վեհապարի ճակերտավոր վեհապարի հանդեպ կառավարության վերաբերմունքը, որ կոմունիստների ժամանակ հիշում եք 30-ական թվականներին ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Խորեմ Մուրադբեկյանի հանդեպ Սավանով խեղդել եւ այլ, սա համարում եմ անթույլատրելի, սա համարում եմ ստորություն։ Ասեմ ամեն ինչ սկսեց ինչից, եկեղեցին փորձեցին պահել իրենց ճիրաններում մի քանի ազգակործան եպիսկոպոսներ Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ կամ ուրեմն Մայր Աթոռը զավթած
կաթողիկոսի գլխավորությամբ, որը սկսվել է դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Հենց այդ օրը նրա կերպարը երևաց։ Այլևս չեմ խոսում նրա ոչ թափանցիկ աշխատանքը։ Այլևս չեմ խոսում այն 3 եպիսկոպոսների, ուրեմն Վազգեն Գալստանյանի, Աջապահյանի եւ նաեւ իր Զարմիկի գործունեությունը, որը կարծեմ արագացուն թեմի առաջնորդներ, որը հակապետական է եւ ամեն ինչ է։ Եթե Գարեգին երկրորդը նրանց ուրեմն պատվազուրկ, ոչ թե պատվազուրկ, այլ ուրեմն չի լուծարել, նրանց կարգալույս չի արել, ներողություն եմ խնդրում, ապա դա խոսում է նրա սուբյեկտիվ մոտեցման մասին։ Նրա Բելարուս այցելությունը, նրա տարբեր հարթակներում Արցախի թեման շահարկելը, մենք էլ ենք խոսում Արցախի թեմայից, բայց մենք չենք շահարկում։ Նրա բազմաթիվ պահվածք գալիս է այն մտայնությունից, որ նրանք փորձում են վերադառնալ նախկինին, ունենալ իրենց տնտեսական գործունեությունը, ունենալ իրենց ստվերային կյանքը, անբարո, շնաբարո կենցաղը եւ նաեւ սատար կանգնել հակապետական ուժերին, հանձինս Ռոբերտ Քոչարյանին, հանձինս Սերժ Սարգսյանին, հանձինս Սամվել Կարապետյանին, որոնք չունեն սեփական կարծիք, որոնք առաջնորդվում են Ռուսաստանի Դաշնության կայսերապաշտական քաղաքական շահերով։ Ես վերջացնում եմ եւ ես զավեշտ եմ ապրում, երբ հայ եկեղեցու այսպես կոչված կարգավիճակը, որ եկեղեցին պետք է լինի օրենքից վեր, որը չի թույլատրում, մեկնաբանում է մի կաշառակեր իրավաբան Գևորգ Դանելյան, որը բոլորս գիտենք ինչ անձնական ճոխության մեջ է ապրում, որը բացարձակապես պատկերացում չունի ինչ է հայոց պատմությունը եւ ինչ է հայ եկեղեցին։ Եվ տեսեք ինչ է ասում է, որ ուրեմն դատավորը կամ դատարանը իրավունք չունի ուրեմն եկեղեցու հարցերը քննել։ Տեսեք, կոմունիստների ժամանակ խորհրդային շրջանում մենք ունեցել ենք հայ եկեղեցու գործերի վարչություն, կրոնի գործերի վարչություն, որոնք նույնիսկ ճիշտ է ղեկավարվել են այնպիսի մարդկանց կողմից, որոնք կենտկոմից թոշակի են անցել կամ չեն համապատասխան հիերարխիայով ստորակարգությամբ չեն բարձրացել, Կարլեն Դալաքյան, Ստեփան Վարդանյան, շատ-շատերին ես ճանաչել եմ, Բալաբեկ Մարտիրոսյան, Դոլորես Հովանիսյան, Դարչո Հովանիսյան եւ այլը։ Խորհրդային բանը անկախության շրջանում եւս ունեցել ենք Լյուդվիգ Խաչատրյան ԱԺՄ-ի անդամ, որը հայտնի հետախույզի Հայկ Բադալի Հովակիմյանի Թորան ամուսինն է, որին լավ ճանաչում եմ, եւ կարծեմ նաեւ այնտեղ եղել է Սերգեյ Վարդանյանը համշինահայերով զբաղվող եւ նաեւ Հրանուշ Խառատյանն է եղել։ Եվ դուք ինչ եք կարծում, եթե կառավարությունում ունեցել են համապատասխան բաժին եւ ծառայություն, ապա դա չի նշանակում, որ պիտի այդ աշխատանքները համակարգվեն։ Բացի դրանից եկեղեցու կանոնադրությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության արտաքին արդարադատության նախարարության գրանցամատյանում, ռեգիստրում։ Այսինքն ինչ է հայ առաքելական եկեղեցին վեր երկրյա կառույց է, տրանս սահմանադրական կառույց է, հա սահմանադրությունից վեր եւ օրենքից վեր պիտի գործի այդպիսի բան լինել չի կարող, հենց դա է, որ հայ առաքելական եկեղեցին բռնազավթվել է, ուզուրպացվել է մի քանի եպիսկոպոսների կողմից եւ ես ասում եմ, քննադատում եմ շատ խիստ կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը հայ առաքելական եկեղեցին զավթած մի քանի եպիսկոպոսների եւ հատկապես ճակերտավոր վեհապարի հանդեպ նման հանդուրժողականությունը եւ ասում եմ ելնելով մեր հավատքի հետագա մակրության 100,000-ավոր մեր ժողովրդի եւ Սփյուռքի 100,000-ավոր հավատացյալների շահերից պետք է այդ խնդիրը շուտապույտ ունենա հանգուցալուծում։ Այդ կերպ լինել չի կարող համակարգը եւ մենք պետք է սպասենք իրավապահ համակարգը զբաղվում է, մենք պետք է սպասենք։ Եվ ես կարծում եմ նրանց տեղը կամ պիտի լինի վաստակած հանգիստը, կամ պիտի լինի դատարանները եւ քրեակատարողական հիմնարկները։ Վերջերս էլ տեսեք պետական համալսարանում վայնասուն են բարձրացրել, որ նախկին դեկանը, որը մի քանի տասնամյակներ ղեկավարել է, ասում են պայմանագիրը չեն երկարացնում։
Տեսեք ինչ եմ ասում, նրա պայմանագիրը ոչ թե պիտի չերկարացնեն, նրա պայմանագիրը չերկարացնելը դա համարվում է նրա համար մեծագույն հաղթանակ։ Մարդ, որ իր տղայի չձերբակալելը կամ դատարանից ազատ արձակելը համարեց, որ Հայաստանում արդարադատություն կա։ Բա դուք ինչ եք ուզում, 30 տարի դուք եք ղեկավարել, դուք եք տվել այդ արտադրանքը, ճակերտավոր կներեք, ներողություն եմ խնդրում, հիմա ձեր պայմանագիրը ինչ համար երկարացնեն, դուք պիտի ոչ թե պայմանագիրը երկարացնեք, դուք պիտի աղոթեք, որ դուք սրանով ձեզ ուղարկում են վաստակած հանգստի, որտեղ ձեր կատարած դրամաշորտման, կաշառակերության, то չգիտեմ կահույքով, ցեմենտով ձեր բազում մոտեցումները ուսանողների հանդեպ բերել են մեր երկրում իրավական ճգնաժամի։ Մեր հարգելի հայրենակիցներն ու Անտապանը շարունակում է իր հարցազրույցը մեր YouTube-յան ալիքում, այնպես որ պարոն Սաֆարյան մի քանի րոպե ժամանակ ենք ավելացրել։ Ռուսաստանի սահմանափակումները եւ ԵԱՏՄ այս տեսեք, ցավոք սրտի ես այլ հարցազրույցի տրամաբանության մեջ էի ընդունել ձեր հրավերքը, որովհետև ես ձեզ մի քանի անգամ խնդրել եմ, որ ես աշխատում եմ միջնադարից եւ կենթանաբանությունից ինձ հարցեր չտակ։ Իսկ հիշալ անունները, հիշալ քաղաքական խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ հենց իրենք այդպիսի ուրեմն կենսակերպ եւ իրանք այդպիսի ուրեմն արժանապատվի կրողներ են։ Ես պիտի ասեմ, որ ներկայիս ազգային ժողովի անդիմադիր կազմը ճակերտավոր Սա մոտավորապես ազգային ժողով եւս մի 102-րդ ռազմաբազա է կամ ուրեմն Գազպրոմ է բուն դրած ազգային ժողովում։ Սրանք ռուսակ մեծ ուժեր չեն, սրանք ռուսական ուժեր են։ Եվ ես պիտի ասեմ, որ ժամանակին, չնայած ես ժամանակին հորդորել եմ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը կարծիքս բարձրաձայնել եմ, որպեսզի նրանց գրանցումը չեղարկի կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից ելնելով սահմանադրության եւ մեր բազմաթիվ օրենսգրքերի ոգուն ու տարին համապատասխան, բայց չանսացին, ինչ որ է։ Ես կարծում եմ շուտով վրա է հասնելու դա, չնայած կարծեմ կառավարությունը եւ գործող քաղաքական ուրեմն խմբակցությունը կարծեք թե զբաղվելու է ազգային ժողովում անասնագողությամբ, գիտեք ինչ է, չեմ ուզում ճակերտները բացեմ։ Այո, Ռուսաստանը ամեն կերպ փորձում է Հայաստանի հանդեպ կիրառել այնպիսի սահմռկեցուցիչ, անթույլատրելի գործողություններ, մեթոդներ եւ այսպես ասած փորձում է կարծեք թե ըստ իրենց մտածելակերպի ծնկի բերել եւ քաղաքական հարթակներում եւ մեդիա դաշտում եւ նաեւ ղեկավար քաղաքական շրջանակներում դա կլինի Գալուզին, դա կլինի, չգիտեմ, Օվերչուկ, դա կլինի Մարիա Զախարովա, դա կլինի Էմյուսյանը, Միշուստին, դա կլինի Լավրով եւ այլ։ Այլևս չեմ խոսում այդ մյուսը, որ կա այդ ԱՊՀ-ի գծով այդ հայտնի բանը, падգամավորը, որ Լազարևյան ակումբի անդամ է եւ այլ։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Ռուսաստանը մեկը միշտ պիտի հասկանա, որ այն մոտեցումները, որ Հայաստանի Հանրապետությունը դրսևորում է Ռուսաստանի հանդեպ, դա դեռևս շատ մեծ ներողամտության եւ շատ մեծ հանդուրժողականության շնորհիվ է։ Այլ պարագայում վաղուց այստեղից պիտի ռադեղած լինեն, ուրեմն արտաքսված եղան լինեն միակողմանի ինքնատիպի տոմսով 102-րդ ռազմաբազայի բոլոր անձնակազմի ներկայացուցիչները, սահմանապահ զորքերի բոլոր անդամները, այլևս չեմ խոսում դեսպանատան բազմաթիվ աշխատակիցներ Հայաստանում, Ռուսաստանի դեսպանատան, որովհետև մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանի այսպես համառությունը այստեղ մնա Հարավային Կովկասում մնա որպես ազդեցիկ քաղաքական պետություն հղի է վտանգներով։ Ռուսաստանի մասնակցություն եւ Ռուսաստանի դերակատարում դա կլինի 3+3 ձևաչափ, չնայած դա երբեք կյանքի չի կոչվելու, չի իմպլեմենտացվելու, ցանկացած մասնակցություն լի է սպառնալիքներով, որովհետեւ ինքը Ռուսաստանը սպառնալիք բերող պետություն է։ Մեկ երկու անգամ
իմ աչքին է զառնել, նաև իմ ընկերներն են ասել, որ TikTok-ում կա կարճ կադրեր, էպիզոդներ, որ ռուս բազմաթիվ հազարավոր զբոսաշրջիկներ եւ այստեղ արտագնա աշխատանքի եկածները հայտարարում են շատ մեծ հաճույքով, ժպտերես կերպով, որ Հայաստանում մեզ ավելի լավ ենք մենք զգում, Հայաստանում մենք ավելի ռուս ենք մենք զգում, քան Ռուսաստանում։ Պատկերացնում եք սա ինչ է նշանակում։ Ժողովուրդների հարաբերությունը այնպիսի բարձր մակարդակի վրա է, որ ռուսական քաղաքական շրջանակները ռեակցիոն չեն կարող որևէ վատ կերպով նպաստել հայ-ռուսական բազմադարյան հարաբերությունների վատթարացմանը։ Ռուսաստանը գլորվում է դեպի անդունդ։ Ռուսաստանը այժմ կաթվածահար է եւ բանակում եւ տնտեսության մեջ։ Ռուսաստանը այժմ մեկուսացված է։ Ուրեմն բեռնարգելքներով սաստել մեր ժողովրդին եւ առաջ բերել գյուղացու վրդովվածությունը կամ ցասումը, սա ամենաստոր, ամենաանթույլատրելի մոտեցումն է։ Պատմության մեջ մի անգամ եմ ասել, կան երկրներ, որոնցից չարության եւ սպառնալիքի բուրմունք է գալիս։ Դա անգլերեն կոչվում է rough state։ Դա հարավային հյուսիսային Կորեան է, Ռուսաստանն է ներկայումս ժամանակին կամ թեկուզ հիմա էլ Թուրքիան է, այս կայսերապաշտական մտածելակերպի վերջը մեկըտմիշտ պիտի տրվի։ Որովհետև Հայաստանը դա հստակ կերպով հասկացել է հատկապես 2022 թվականի ջերմուկյան էսկալացիայի Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժման հետևանքով, որի թիկունքում կանգնած է եղել Ռուսաստանը, Ռուսաստանն է հրահարել եւ սադրել այդ ռազմական ներխուժումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ուստի Հայաստանի Հանրապետության ձեռք առած կառավարության վճռական քայլերի արդյունքում 2024 թվականի մարտից ներքին հանդիպ դեպքերից առ այսօր սահմանային միջադեպերը իսպառ ուրեմն բացառվել են, իսպառ վերացել են։ Եվ կարծում եմ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների արդյունքում հետեւողական, որը կարծեք թե մեծ աշխատանք է պահանջում, որովհետեւ շուրջ 1000 կիլոմետր տարածք ունենք, որը պետք է սահմանանշվի եւ սահմանազատվի, եւ կարծում եմ, որ ամեն ինչ իր տեղը կգա Հայաստան, Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Միջնորդների կարիք այլևս ես կարծում եմ չի լինելու, եթե լինի Ռուսաստանի կողմից որևէ միջնորդություն, ապա ես ասում եմ, դա կլինի կործանարար Հայաստանի համար, այնպես ինչպես եղել Արցախի դեպքում։ Գալով նոյեմբերի 9-ի պայմանագրին, եւս մեկ անգամ շեշտում եմ, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով պետք է ռուսական դաշնության ԱԴԾ-ի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը վերահսկել Սյունիքի Միջանցքը կամ Սյունիքի ճանապարհը, ինչպես ադրբեջանցիք փորձում են Միջանցք ասել, դա լինելու է հերթական նվերը Ադրբեջանին։ Ուստի թրիպը ես դա համարում եմ ոչ միայն ուրեմն օդի ու ջրի պես անհրաժեշտ Հայաստանի համար, այլ ես դա համարում եմ Սյունիքի Հայաստանի Հանրապետության անբաժան որպես մաս հավերժ գոյության ամենամեծ արգասիքը։ Տեսեք, ընդամենը 2 օր առաջ, թե 3 օր առաջ հանդիպում եմ Հայաստանի Հանրապետության նախկին անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին իր ընտանիքի դեմ ենք ունենալով ջերմտերմիկ հարաբերություններ եւ բավականին լավ զրույց ունեցանք, իհարկե իմ համար այդպես իմ սրտով չէր Արմեն Գրիգորյանի հրաժարականը, բայց թե ես չեմ ուզենա խորանամ դրա մեջ եւ ես ասեցի Արմեն ջան, ընդամենը 2 հարց եմ տալիս, խնդրում եմ ասեք ինձ, եթե մենք վճռական չլինենք մեր դիվերսիֆիկացման քաղաքականության մեջ դեպի Եվրամիություն մեր տնտեսական ապրանքների կամ, չգիտեմ, ստանդարտացման, սերտիֆիկացման կամ ավելի խորացնելու ինտեգրումը Եվրամիության տարբեր ոլորտներում եւ հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական առումով փոխադարձ գործընկերության շրջանակներում ավելի չխորացնենք, մեզ ինչ է սպասում, ասես մեզ ոչ միայն սպասում է Հայաստան-Ռուսաստան նոր կարգի հարաբերություն, այլ մեզ սպասում է ընդամենը մաս կազմել միութենական պետության։ Եվ երկրորդը, ասեցի, իսկ եթե չլներ թրիպը
նոյեմբերի 9-ի այս փաստաթուղթը ինչ կլներ, ասես Սյունիքի վերջնական հանձնել Ադրբեջանին։ Նույն մի բան, որ ես իմանալով եմ այս հարցը տվել եւ անդրադառնալով ընդամենը մի քանի օր առաջ եւս վարչապետի ելույթին, կարծեմ հրազդանում էր, չէ՞, Ֆարգբորդի շրջանակում մի քանի միլիոն դոլարանոց ներդրմանը արհեստական բանականության նոր կենտրոն ստեղծելուն, ես պիտի ասեմ, որ շատ կարճ ժամանակամիջոց է պահանջվում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կատարվեն եւ կառուցվեն այնպիսի հիմնարար աշխատանքներ եւ ձեռնարկություններ, որը թույլ է տալիս ասելու, որ մենք անպայման զգալու ենք որակական այդ մոտեցումները եւ այդ ամեն ինչը։ Եվ ուստի ինչու համար եմ ես ասում, այսօր հայրաքելական եկեղեցու վերնախավը որոշ եպիսկոպոսներ ճակերտավոր վեհապարի գլխավորությամբ 102-րդ ռազմաբազան, Գազպրոմը, ազգային ժողովում ծվարած այդ երկու խմբակցությունները եւ նաեւ շատ ու շատ ուժեր քաղաքական եւ ներքաղաքական եւ արտախորհրդարանական եւ խորհրդարանական եւ նաեւ դրսում ճողոպրած շատ անձնավորություններ, սրանք ոչ թե գործիքակազմ են, այլ մահակներ են, բառից բուն իմաստով Ռուսաստանի կասերական շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետության պետականությանը մեծ վնաս հասցնելու եւ հետեւողական կործանելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանին դարձնեն այնպիսի մի պետություն, որը լինի ոչ թե բուֆերային պետություն, այլ ընդամենը լինի Ռուսաստանի կցորդը, հաշվի չառնելով, որ դրան վերադարձ այլևս չի լինելու եւ հստակ կերպով ես ասում եմ, որ Հայաստան Հանրապետության կառավարությունը հանձինս վարչապետ Փաշինյանի հստակ կերպով գիտակցում է մեզ նետված այդ վերահաս վտանգները եւ այդ սպառնալիքները, ինչքան էլ մեր այսպես կոչված ավարտում եմ նախորդ ֆինանսների նախարարներ կլինեն, տնտեսական ոլորտի ղեկավարներ կլինեն, փոխվարչապետներ կլինեն, փորձեն սպառնալ իրանական գազամուղի խաղողակի շարավեղի կարճությամբ կամ եւ այո Հայաստանում էլ կան, ասեմ որ ձեզ ներքին օղակներում հատկապես մաքսային, հարկային եւ նաեւ շատ ոլորտներում կան քաշքշուկներ, որոնք առաջ են բերում շատ դեպքերում ակնհայտ կերպով ուրեմն արդարացի ցասումը եւ զայդուրտը տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների կողմից եւ դրանք պետք է շատ օր առաջ շտկվի, որպեսզի մեր քաղաքացին, մեր ժողովուրդը անվերապահ սատար կանգնի մեր կառավարությանը։ Խնդիրը ինչին է առաջին հերթին վերաբերում։ Որտեղ այս ճանապարհը վերջացնում է, մեկ է անջատելու են։ Տեսեք, ես խնդրում եմ ինձ չխանգարեք, որովհետեւ դուք անընդհատ ձեր հարցերով փորձ եք անում անընդհատ շեղել գալու հարցեր տալ ռազմաֆեոդալական վերնախավից եւ կենտրոնաբանությունից, այո, որտեղ անընդհատ այնպես է կանում։ Եվ իմ ասելիքը սա է, որ մենք ունենք մի ճանապարհ օր առաջ Հայաստանը մաքրելու անցանկալի երևույթներից, որոնք ական են մեր երկրի համար։ Դա ազգային ժողովում ծվարած այդ խմբակցություններն են, 102-րդ ռազմաբազան է, Գազպրոմը եւ հատկապես ռուսական երկաթուղու պայմանագրի վաղաժամկետ դադարումը մեր համար պետք է դառնա օրինակ, բանը պետք է դառնա հիմնական խնդիրը։ Օր առաջ մենք պիտի լուծարենք այդ պայմանագիրը։ Դե եկեղեցու ասածը, եկեղեցին ես ասացի եւ նաեւ մեկ նախադասությամբ պիտի ասեմ, ինչքան շուտ մենք կարողանանք մեր բռնի տեղահանված բնակիչներին, Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ինտեգրենք Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, այնքան մենք կունենանք ավելի հանգիստ եւ ավելի անդոր քաղաքական կյանք, որովհետեւ քաղաքական վրեժխնդիր ուժերը մոլուցքով իշխանատենչությամբ փորձ են անում օգտագործել նրանց վերքը, նրանց ցասումը, նրանց արդարացի տվայտանքները, մի բան, որը ես չեմ թույլատրելու, իդեպ ասեմ, որ ես կառավարությունից հրավեր եմ ստացել լինելու բռնի տեղահանվածների սոցիալական, տնտեսական խնդիրների առաջ քաշման, լուծման կամ քննարկման հանձնաժողովի մեջ ներգրավելուն եւ սիրով արձագանքել եմ, սիրով տվել եմ իմ համաձայնություն միայն այն պայմանով, որ Հավուր Պաշաճի եւ օրնիբուն պետք լինեմ իմ հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ եւ պիտի ասեմ, որ առաջիկա 5 տարում կարծեմ ավելի քան 900 միլիարդ պետությունը գումար է հատկացնելու
հատկապես բռնի տեղահանվածների խնդիրների լուծման ուղղությամբ։ Եվ պիտի ասեմ, որ ես էլ եմ ցավում, որ մեր հարցազրույցը չեմ գրկում նաև շատ դեպքերում այն հարցերը, որոնց մենք պիտի բավականին անդրադառնանք, որովհետև այնպես չի, որ ես վստահություն կամ քաջալերյան կամ հանդգնություն չեմ ունենում նաև քննադատեմ կառավարության գործունեությունը շատ ոլորտներում, հատկապես ներքին օղակներում, որի հանդեպ այդ թերությունները վերացնելու առումով կառավարությունը պետք է լինի հետևողական եւ անզիջող։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք իրադարձություններին, մնացեք խաղաղությամբ։